Եթե մենք հիմա հանձնենք մեր անվտանգության գոտին, Ադրբեջանը երբեք անկախություն չի տա։ Այս եռագլուխ կառույցն ուներ մեկ մանդատ՝ մեղրին հանձնվում էր Արցախի դիմաց։ Դա հայրենասիրության դրսևորում էր։ Եվ ահա այստեղ է թաղված շան գլուխը։ Հայաստանը պարտավորվում էր Ադրբեջանին տրամադրել ցամաքային կապ Նախիջևանի հետ, խաղաղություն, բայց ոչ անվտանգության հաշվին։ Շոմպայնը մնաց չբացված։ Բարև ձեզ, ես Սասուն Դավիթյանն եմ։ Արցախյան քրոնիկա հաղորդաշարը նպատակ ունի վերականգնել պատմական ճշմարտությունը մեծ հայքի 10-րդ նահանգ Արցախի մասին, ներկայացնելով օբյեկտիվ փաստեր եւ անաչառ վերլուծություններ։ Մենք ցույց կտանք, որ Արցախի հարցը տարածքային վեճ չէ, այլ բնիկ ժողովրդի ինքնորոշման եւ գոյության պայքար։ Այսօր մենք կխոսենք Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացներից։ Կպարզենք, թե ինչպիսի վերաբերմունք ուներ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ եւ կբացահայտենք, թե իրականում որքան մոտ էր Արցախը վերջնական անկախություն ստանալու։ Մինչև Բաքվում Հեյդար, ապա Իլհամ Ալիևները պետական մակարդակով ձևավորում էին ռևանշիստական հասարակություն, սահմանի այս կողմում, Հայաստանում եւ Արցախում, իրականությունը բոլորովին այլ էր։ 1994-ի մայիսյան հաղթանակը հայ ժողովրդի համար ազգային ինքնության եւ հպարտության վերածնունդ էր։ Մենք հավատացինք, որ ամրագրել ենք մեր իրավունքը ապրելու մեր պատմական հայրենիքում։ Սակայն հաղթանակը նաեւ մեծ պատասխանատվություն էր ենթադրում եւ պետք էր ամրագրել այն թղթի վրա։ Հաջորդող 24 տարիները դարձան պետականաշինության, բայց նաեւ բարդ դիվանագիտական մանևրերի եւ ներքին ցնցումների ժամանակաշրջան։ Այդ տարիներին միջազգային հանրությունը եւս երևելի ջանքեր էր գործադրում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար, որի արտահայտման ամենավառ օրինակը եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորումը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել էր դեռևս 1992 թվականին, նպատակ ուներ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այն ձևավորեց այն ժամանակ, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանը հայտնվել էր զինված բախումների ու անվտանգության լուրջ սպառնալիքների առջև։ 1992 թվականի մարտին ԵԱՀԽ-ի նախարարական խորհրդի որոշմամբ նախաձեռնվեց Մինսկի գործընթացը, նախատեսելով միջազգային համաժողով, որը պետք է դառնար հակամարտության քաղաքական կարգավորման հարթակ։ Չնայած այդ համաժողովը երբեք չկայացավ, դրա շրջանակներում ձևավորվեց Մինսկի խումբը որպես շարունակական միջնորդական մեխանիզմ։ Այդ պահին ԵԱՀԽ-ի նախագահող երկիրը Իտալիան էր, եւ հենց նա էլ առաջինը ստանձնեց Մինսկի գործընթացի ղեկավարումը։ Հետագայում ձևավորվեց համանախագահության ինստիտուտը, որն արդեն երկար տարիներ գործեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ։ Սառը պատերազմից հետո սա միակ ձևաչափն էր, որտեղ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան երկար տարիներ նույն խնդրի շուրջ աշխատում էին որպես մեկ մարմին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ այս երկրները սուր հակասություններ ունեին այլ հարցերում, օրինակ Իրաքյան պատերազմը, Կոսովոյի անկախությունը, Սիրիայի ճգնաժամը կամ նույնիսկ 2014-ի Ղրիմի դեպքերը։ Արցախի հարցով նրանք շարունակում էին նստել նույն սեղանի շուրջ եւ հանդես գալ համատեղ հայտարարություններով։ 2009-ից 2013 թվականներին ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները 5 անգամ հանդես են եկել համատեղ հատուկ հայտարարությամբ, նվիրված Արցախին, ինչը բացառիկ երևույթ էր այդ տարիների համար։ Ահա թե ինչու էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարվում դիվանագիտական ֆենոմեն։ Այս եռագլուխ կառույցն ուներ մեկ մանդատ՝ կանխել նոր պատերազմը եւ գտնել բանաձև, որը կբավարարեր եւ հայերին, եւ ադրբեջանցիներին։ Սակայն միջազգային դիվանագիտության առաջին սառը ցնցուղը երկար սպասեցնել չտվեց։ 1994-ի հաղթական էյֆորիան բախվեց աշխարհաքաղաքական դաժան իրականությանը 1996 թվականի դեկտեմբերին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ սեղանին դրվեց մի փաստաթուղթ, որը փաստացի կանխորոշում էր Արցախի ապագան Ադրբեջանի կազմում։ Առաջարկվող սկզբունքները, որոնք ստացան Լիսաբոնի համաձայնագիր անվանումը, ենթադրում էին Արցախին տալ բարձր ինքնավարություն,
բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ տեղի ունեցավ աննախադեպ մի բան. ԵԱՀԿ անդամ բոլոր 53 պետությունները կողմ քվեարկեցին այդ համաձայնագրին, եւ Հայաստանը մնաց միայնակ։ Այդ դրույթները իհարկե ընդունելի չէին կարող լինել հայկական կողմի համար, եւ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր օգտագործել Հայաստանի վետոյի իրավունքը, միայնակ արգելափակելով այդ կործանարար ձևակերպման ներառումը հիմնական հռչակագրում։ Լիսաբոնի ամբիոնից նա հնչեցրեց մի մարգարեական նախազգուշացում. Արցախի հարցի նման լուծումը բնակչությանը կկանգնեցնի ցեղասպանության եւ բռնի տեղահանման մշտական սպառնալիքի առջև։ Несмотря на любые заверения, Азербайджан не может обеспечить гарантии безопасности населения Нагорного Карабаха. Поэтому мы считаем, что единственной возможностью исключения новой трагедии является уважение права народа Нагорного Карабаха на самоопределение. Քանի որ Հայաստանը դեմ էր այդ հռչակագրի ընդունմանը, այդ սկզբունքները չմտան Լիսաբոնյան գագաթնաժողովի պաշտոնական հիմնական հռչակագրի մեջ։ Իրավական առումով Հայաստանին հաջողվեց կասեցնել փաստաթղթի ընդունումը, որպես ԵԱՀԿ պարտադիր որոշում, սակայն սկզբունքները ձևակերպվեցին որպես ԵԱՀԿ գործող նախագահողի հայտարարություն եւ կցվեցին գագաթնաժողովի եզրափակիչ արձանագրությանը, որպես հավելված։ Շուրջ 25 տարի այս միջնորդները գնացին ու եկան։ Միայն 1994-ից 2018 թվականներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին ավելի քան 50 անգամ, արտգործնախարարները ավելի քան 120 անգամ։ Բայց ինչ էր իրականում կատարվում փակ դռների հետևում։ Ինչպիսի բանակցային փաստաթղթեր էին դրվում սեղանին։ Պատմությունը արձանագրել է կարգավորման ուղիղ 5 իրական հնարավորություն, 5 փաստաթուղթ, որոնք կարող էին փոխել ամեն ինչ։ Առաջինը 1997 թվականի հուլիսն էր։ Սեղանին դրվեց փաթեթային կարգավորման տարբերակը։ Տրամաբանությունը պարզ էր՝ լուծել ամեն ինչ միանգամից։ Հայկական կողմը վերադարձնում է 6 շրջան, իսկ Ադրբեջանը ճանաչում է Արցախի կարգավիճակը որպես բարձր ինքնավարություն ունեցող միավոր։ Հեյդար Ալիևը իսկույն մերժեց այս տարբերակը։ Նա դեմ էր Արցախին որևէ լուրջ կարգավիճակ տալուն, նույնիսկ Ադրբեջանի կազմում։ Միջնորդները հասկացան, որ միանգամից չի ստացվի, եւ ընդամենը մի քանի ամիս անց 1997 թվականի դեկտեմբերին առաջարկեցին երկրորդ փուլային տարբերակը։ Սա այն փաստաթուղթն էր, որը ճակատագրական դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության համար։ Առաջարկը հետևյալն էր. նախ վերադարձնել տարածքները, բերել խաղաղապահներ, ապա շրջափակել ճանապարհները, իսկ Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային։ Սա Ադրբեջանի կողմից միանգամից հավանության արժանացավ, ստանալ հողերը առանց կարգավիճակ տալու։ Կարծես թե համաձայն էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց Հայաստանի ուժային թևը Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Արցախի ղեկավարությունը կոշտ ոչ ասացին կարգավորման այս տարբերակին։ Նրանց փաստարկը հետևյալն էր. եթե մենք հիմա հանձնենք մեր անվտանգության գոտին, Ադրբեջանը երբեք անկախություն չի տա։ Այս ներքին գաղափարական տարաձայնությունները հանգեցրին նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին հրաժարական տվեց եւ Հայաստանի երկրորդ նախագահը դարձավ այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ Գործընթացը տեղի ունեցավ առանց ցնցումների, սակայն հստակեցրեց այդ տարիների Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղություն, բայց ոչ անվտանգության հաշվին։ Իշխանափոխությունից հետո 1998-ի նոյեմբերին սեղանին դրվեց երրորդ ամենահետաքրքիր փաստաթղթերից մեկը, որը ստացավ ընդհանուր պետություն անվանումը։ Ըստ դրա Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը ձևավորելու էին միասնական կոնֆեդերատիվ պետություն, որտեղ Լեռնային Ղարաբաղը կունենար իր սահմանադրությունը, բանակը եւ նույնիսկ վետոյի իրավունք Բաքվի որոշումների վրա։ Հայաստանը զգուշորեն համաձայնվեց, բայց Հեյդար Ալիևը, հասկանալով, որ սա դե ֆակտո անկախություն է, կտրականապես մերժեց այն։ Չնայած այն չստորագրվեց, բայց այնուամենայնիվ այս կոնցեպցիան ցույց տվեց, որ Մինսկի խումբը տվյալ փուլում ընդունում էր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ
Ադրբեջանի կազմում սովորական ինքնավարության կարգավիճակ։ 4-րդ փորձը Key West-ն էր։ Սա թերևս 1994-ից 2020 թվականների բանակցային պատմության ամենասուր եւ ամենաշահարկված դրվագն էր։ Շատ կարևոր է այստեղ տարբերակել քաղաքական առասպելները իրական փաստաթղթային դրույթներից։ Պետք է նշենք նաև, որ Key West-ի փաստաթուղթը պաշտոնապես երբեք չի հրապարակվել։ Այն, ինչ մենք գիտենք Key West-ի վերաբերյալ, տարբեր աղբյուրներից ստացված արտահոսքերն են։ 2001 թվական ապրիլ ամերիկյան Ֆլորիդա նահանգի Key West կղզում տեղի էր ունենում մի բան, որը կարող էր ընդմիշտ փակել Ղարաբաղյան հակամարտության էջը։ Տարիներ շարունակ այս բանակցությունների շուրջ հյուսվել են ամենաանհավանական միֆերը։ Գլխավոր մեղադրանքը, որը հնչում է մինչ օրս, հետևյալն է. Մեղրին հանձնվում էր Արցախի դիմաց։ Իսկ ինչ էր տեղի ունենում իրականում։ Փորձենք խոսել փաստերով, հիմնվելով բանակցային արտահոսքերի եւ մասնակիցների վկայությունների վրա։ Փաստաթղթերի հիմնական դրույթները հեղափոխական էին։ Ադրբեջանը ընդունում էր, որ Լեռնային Ղարաբաղը եւ Լաչինի միջանցքը մտնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տակ։ Այսինքն Արցախը պաշտոնապես միանում էր Հայաստանին։ Դրա դիմաց Հայաստանը պարտավորվում էր Ադրբեջանին տրամադրել ցամաքային կապ Նախիջևանի հետ։ Եվ ահա այստեղ է թաղված շան-գլուխը։ Այստեղից են գալիս մեղրին հանձնելու մասին խոսակցությունները։ Արդյոք մեղրին տրվում էր Ադրբեջանին։ Ըստ այդ պայմանագրի, տարածքային փոխանակում սահմանների փոփոխությամբ տեղի չէր ունենում։ Մեղրին մնում էր Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս, բայց այդ ճանապարհը, որը պետք է անցներ մեղրիի տարածքով, հավանաբար Արաքսի ափով, ունենալու էր հատուկ կարգավիճակ։ Քննարկվում էր այսպես կոչված սուվերեն միջանցքի իրավունքը։ Սա նշանակում էր, որ ադրբեջանցիները կարող էին անցնել այդ ճանապարհով առանց հայկական մաքսակետերի եւ սահմանապահների վերահսկողության։ Թվում էր, կողմերը եկել են վերջնական համաձայնության եւ հարցը կարծես թե լուծված է։ Միջնորդները նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին ստորագրման արարողությունը իրականացնել Փարիզում։ Սակայն Հեյդար Ալիևը, վերադառնալով Բաքու եւ բախվելով ներքին ճնշումներին, հետ կանգնեց իր որոշումից։ Նա վախեցավ, որ ադրբեջանական հասարակությունը, որին նա տարիներով կերակրել էր Ղարաբաղը մերն է կարգախոսով, երբեք չէր հանդուրժի Ղարաբաղի կորուստը, նույնիսկ Նախիջևանի ճանապարհի դիմաց։ Ալիևը ընտրեց իշխանությունը պահելու ճանապարհը եւ տապալեց Key West-ը։ Եվ վերջապես 5-րդ եւ վերջին իրական փորձը Մադրիդյան սկզբունքներ անունը ստացած բանակցային փաստաթղթերն էին, որի գագաթնակետը 2011-ի Կազանյան հանդիպումն էր։ Key West-ի ձախողումից հետո բանակցությունները մտան սպասողական փուլ, մինչև որ 2007 թվականի Իսպանիայի մայրաքաղաքում ծնվեց բանակցային մի փաստաթուղթ, որը հայտնի է Մադրիդյան սկզբունքներ անունով։ Սա մի նոր դարաշրջան էր։ Միջազգային հանրությունը վերջապես ընդունեց հայկական կողմի գլխավոր փաստարկը։ Արցախի հարցը չի կարող լուծվել առանց ինքնորոշման իրավունքի։ Մադրիդյան փաստաթուղթը առաջինն էր, որտեղ միջազգային հանրությունը պաշտոնապես հավասարության նշան դրեց երեք սկզբունքների միջև՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություններ եւ ինքնորոշման իրավունք, պետությունների տարածքային ամբողջականություն։ Մադրիդյան փաստաթուղթը դարձավ այն հիմքը, որի վրա 4 տարի շարունակ կառուցվեց հակամարտության կարգավորման ամենամոտ եւ ամենաիրական տարբերակը՝ 2011-ի Կազանյան փաստաթուղթը։ 2011 թվական հունիսի 24 Ռուսաստանի Կազան քաղաք։ Այս օրը պետք է մտներ պատմության մեջ որպես Արցախյան հակամարտության ավարտ։ Աշխարհի գերտերությունները ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը վստահ էին, փաստաթուղթը ստորագրվելու է։ Ինչ էր դրված սեղանին։ Դա Մադրիդյան սկզբունքների հղկված տարբերակն էր։ Հայաստանը գնացել էր ծանրագույն զիջումների, համաձայնելով վերադարձնել 5 շրջանները անմիջապես, իսկ Քելբաջարն ու Լաչինը ավելի ուշ, սակայն պահելով միջանցք Հայաստանի հետ։ Սա ցավոտ, շատերի համար անընդունելի քայլ էր, բայց Հայաստանը գնում էր դրան ստանալու համար գլխավորը՝ Արցախի միջանկյալ կարգավիճակը եւ պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի երաշխիքը։
Այսինքն աշխարհը խոստանում էր, որ Արցախցին ինքն է որոշելու իր ճակատագիրը եւ Բաքուն չի կարող դա արգելել։ Հայաստանի պատվիրակությունը մեկնել էր Կազան, գրպանում ունենալով ստորագրման պատրաստ գրիչը։ Մոսկվան նույնիսկ վստահ էր հաջողության մեջ, սակայն բանակցային սենյակում տեղի ունեցավ անսպասելին։ Երբ փաստաթուղթը դրվեց սեղանին, Իլհամ Ալիևը, ով նախապես համաձայնվել էր տեքստի յուրաքանչյուր կետի հետ, հանկարծ հայտարարեց, որ ունի փոքրիկ դիտողություններ։ Այդ փոքրիկ դիտողությունները իրականում 10 նոր նախապայմաններ էին, որոնք գլխիվար շրջեցին բոլոր պայմանավորվածությունները։ Նա պահանջում էր, որ հանրաքվեի անցկացման ժամկետները լինեն անորոշ, որ ադրբեջանական օրենքները գործեն Արցախում եւ որ հայկական զորքերը դուրս գան ավելի շուտ, քան կտրվեն անվտանգության երաշխիքներ։ Պարզ ասած, նա ուզում էր ստանալ հողերը, բայց զորացնել Արցախի կարգավիճակի հարցը։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ականատեսների վկայությամբ ապշած եւ զայրացած նայում էր Ալիևին։ Սա դիվանագիտական ապտակ էր միջնորդներին։ Սերժ Սարգսյանը հրաժարվեց քննարկել նոր պահանջները, հասկանալով, որ սա բանակցություն չէ, այլ շանտաժ։ Մեդվեդևը նստած էր մռայլ, հայացքը սառը եւ հիասթափված։ Ականատեսները պատմում են, որ նա փորձում էր փրկել իրավիճակը, ասելով Ալիևին, որ մենք կարծես պայմանավորվել էինք, սակայն տեսնելով Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը, ով հրաժարվեց նույնիսկ քննարկել Ալիևի նոր ցանկությունները, Մեդվեդևը հասկացավ, շոմպայնը մնաց չբացված։ 1994-ի զինադադարից հետո Հայաստանը կանգնած էր բարդ փորձությունների առջև։ Հայաստանը պետք է կարողանար վերածել ռազմական հաղթանակը կայուն քաղաքական խաղաղության։ Հաջորդող տարիներին Ռոբերտ Քոչարյանի, այնուհետև Սերժ Սարգսյանի կառավարման օրոք հասարակության մեջ ամրապնդվեց ոչ մի թիզ հող գաղափարախոսությունը։ Շատերի համար սա պարզապես կարգախոս չէր, դա հայրենասիրության դրսևորում էր, հարգանք թափված արյան հանդեպ։ Արցախի անվտանգության գոտին դիտարկվում էր որպես ֆիզիկական գոյության միակ երաշխիք մի թշնամու դեմ, որը քնում ու արթնանում էր հային ոչնչացնելու մտքով։ Սակայն իրականությունն ավելի բարդ էր։ Մինչ հանրությունը եւ Սփյուռքը ապրում էին այս հայրենասիրական մղումներով, Հայաստանի իշխանությունները բանակցային սեղանի շուրջ քննարկում էին շատ ավելի պրագմատիկ տարբերակներ։ Հայկական կողմը պատրաստ էր փոխզիջումների, բայց միայն մեկ պայմանով՝ փաթեթային լուծում։ Սա նշանակում էր, որ տարածքային ցանկացած վերադասավորում հնարավոր է միայն ու միայն Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման եւ անվտանգության երաշխիքների դիմաց։ Փաստացի Կազանյան ձախողված համաձայնագրից հետո ժամացույցի սլաքները սկսեցին հաշվել մինչև 2016-ի ապրիլ մնացած ժամանակ։ Բայց ապրիլյանի մասին մանրամասն կխոսենք հաջորդ եթերում։ Իսկ դուք, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ սեղմեք հավանելու կոճակը։